Երկրի ձգողականության հետ ամեն օր կռիվ տվող ուղղաթիռը պայքարի մեջ է մտնում հայի ճկույտի զորության հետ։ Յուրի Սաքունցն է փորձում հնազանդեցնել երկաթե թռչունին։ Եղբոր Արթուրի հետ որոշել են այսպես Գինեսի նոր ռեկորդ սահմանել։ Երբ ես միտք առաջարկեցի, ինքը ասաց գժվել ես այ ախպեր, ես ինչեր ես խոսում, բայց այսօր եկել ենք նրան, որ չեն գժվել, կարող ենք անել։ Ճկույթի ուժով շարժվող ուղղաթիռը գետնի վրա նշված մետրերը հաղթահարում է ծափերի ուղեկցությամբ։ 15 մետր մեկ մատի հպումով։ Սա են ամբողջ աշխարհում կարդալու Գինեսի ռեկորդների գրքում, երբ ծանոթանան ռեկորդի մանրամասներին։ Սա միայն ռեկորդ չի։ Սրանով ես մի ամբողջ ազգ եմ ներկայացնում ամբողջ աշխարհում։ Երկաթե Սավառնակը հաջորդիվ փորձություն է դառնում Արթուր Սաքունցի ատամների համար։ Սաքունց եղբայրներն այս անգամ թիրախավորել են ուղղաթիռը։ Տանկը, մետրոյի վագոնները, ավտոմեքենաները արդեն հանձնվել են ատամների ու մատի հզոր ուժի։ Արթուր Սաքունցը խոստովանում է, թեև տանկը ուղղաթիռից ծանր է, բայց այս փորձությունը ավելի դժվար է տրվել։ Անիվավորն եղե ոչ թե ասեմ հեշտ ա եղել, այլ ինձ սովորել եմ արդեն այնքան եմ փորձել դրանք։ 16 մետր ատամներով ուղղաթիռը տեղաշարժելու մասին այս պատմությունն էլ տեղ է գտնելու Գինեսի գրքում։ Գինեսի ռեկորդների գրքից բացի եղբայրների մարզական սխրանքներն արձանագրվելու են նաև Սաքունց համաշխարհային ռեկորդների գրքում։ Այսպես նաև լայն տարածում կստանան հայ հասարակության մեջ, ասում է Սաքունց համաշխարհային ռեկորդների գիրք ֆեդերացիայի փոխնախագահը։ Մենք ուղղակի աշխատում ենք նրա համար առաջնային, որպեսզի Հայաստանը, հայ ազգը եւ հայը ընդհանրապես ամբողջ աշխարհում ամեն ոլորտում փորձի ինչ-որ մի ձև երևալ։ Յուրի Սաքունցը տանկը, մետրոյի վագոնները, ուղղաթիռն ու մեքենաները ճկույթով տեղաշարժելուց հետո նոր նպատակ է իր առաջ դրել՝ 80 տոննա կշռող ինքնաթիռը հնազանդեցնել մատի զորությանը։ Արսեն Դումանյան, Գևորգ Դարփինյան, Լրաբեր։